Ես ողջունում եմ մեր բոլոր ռադիոլսողներին եւ ռադիոդիտողներին, դուք միացել եք Գործարար ալիքին, մեր եթերում սկսում ենք Մայրաքաղաքի զարկերակը։ Տաղավարում աշխատում է Ալբերտ Ավետիսյանը, իսկ իմ այսօրվա հյուրն է Երևանի ավականու Մայր Հայաստան խմբակցության ավականու անդամ Արշակ Սարգսյանը։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ, որ մեր հրավերն ընդունեցիք։ Ուզում եմ քննարկենք մի թեմա, որը բավականին կարելի ասել խնդրահարույց է ու Երևանում երևի թե մենք փորձում ենք գտնել, բայց չենք կարող տվյալ ոլորտի մասնագետի գտնել, դա ջրահեռացման ու ջրամատակարարման մասն է ավելի շատ։ Երևանում հենց սկսվում են անձրևներ, շատ թեթևակի հորդառատել չէ։ Երևանի փողոցների մեծամասնությունը արդեն կեսկատակ, կեսլուրջ ասում ենք, որ նմանվում են Վենետիկին։ Նավակներ են պետք կամ նման տիպի պայմաններ, որ կարողանանք անցնել։ Սրա հիմնական պատճառը որն է, մենք մի երկու բան ենք ներկայացնում հիմնականում նշելիս, քաղաքապետարան, Վեոլիա, կառավարություն, ավականից ինչ որ խառը, կարելի ասել ճակերտավորած կինո է ստացվում։ Ձեր ներկայացմամբ որն է հիմնական խնդիրը։ Նախ ներկայացնեմ ջրահեռացման համակարգերը։ Ավականու որոշմամբ զարգացման ծրագիր է ներկայացվում, բյուջե է ներկայացվում, որոնք երկուսն էլ հաստատվել են։ Երևանի զարգացման 2025 թվականի ծրագրով կլիմայական փոփոխությունների ազդեցության դիմակայությունը բարձրացնելու նպատակով կարևորում են հարմարվողականության ծրագրերը, ինչը ներառում է ի թիվս այլոց նաև ջրահեռացման համակարգերի բարելավումը եւ ենթակառուցվածքների արդիականացումը։ Տեսեք, 2025 թվականի բյուջեով ջրահեռացման կոմունիկացիոն ցանցերի կառուցման ծրագրով նախատեսել են 62 միլիոն դրամ։ Շատ քիչ, այսինքն այս 25 թվականին բյուջեով շատ քիչ գումար են նախատեսել, ի տարբերություն 24 թվականի բյուջեով, 24 թվականի բյուջեով 1 միլիարդ 823 միլիոն դրամ են նախատեսել։ Փաստացի 2024 թվականի իրականությունը մեր քաղաքացիները տեսել են, որ ջրահեռացման հարցը լուծված չէ, ցանկացած անձրևի ժամանակ Վենետիկի է վերածվում Երևանը։ Այդ իսկ պատճառով այդքանը տեսնելով քաղաքային իշխանությունները 25 թվականին հարցերը չլուծված բյուջեում շատ ավելի քիչ գումար են նախատեսել չլուծված հարցերին, իսկ շատ ավելի բյուջեում գումարներ են նշանակել այլ ոլորտներին, որը որ այդքան կարևորություն չուներ, քան ջրահեռացման համակարգն էր։ Ներկայացնեմ նաև ջրահեռացման համակարգի հետ կապված խնդիրները, ինչու են առաջացել։ Նախ ենթակառուցվածքները չի կառուցվել, բազմաբնակարան շենքերի ահռելի թույլտվություններ են տվել վերջին 1 տարվա ընթացքում, հարյուրավոր, եթե ոչ հազարին հասնող բազմաբնակարան շենքերի թույլտվություն։ Մայր Հայաստան խմբակցությունով մենք դեմ ենք քվեարկել այդ նախագծերին, առաջարկելով, որ ենթակառուցվածքները բավարար չէ Երևանին, Երևանը նախատեսված չի եղել այս մեծ ծավալների ջրահեռացման համակարգերին, նաև էլեկտրականությանը, գազի սպասարկմանը խնդիրներ են ունենալու, իսկ քաղաքացիական պայմանագիրը բերել էր նախագիծ եւ հաստատում էր շենքի թույլտվություններ, նաեւ Վեոլայի հետ համատեղ են այդ ծրագրերը իրականացրել, քանի որ Վեոլա ջուրը թույլտվությանը մասնակից է դառնում այդ շենքի թույլտվություն ստանալուց հետո է նոր վերջնական ակտը ուժի մեջ մտնում, որ բազմաբնակարանը թույլատրվի, կառուցվի։ Այսինքն Վեոլան էլ իր ներդրումն է ունենում, վերջում գալիս են կանգնում խնդրի առաջ եւ քաղաքապետարանը փորձում է գցել Վեոլայի պարտավորությունների մեջ, Վեոլա ընկերությունը ասում է քաղաքապետարանը մեղավոր, բայց իրական պայմաններում երկուստ էլ մեղավորություն ունեն այդ ամեն ինչի մեջ, քանի որ համատեղ ծրագրերով են, առանց հաշվի առնելու թույլտվություններ են տալի մեր ենթակառուցվածքները։ Հիմա տեսեք, երբ որ Վեոլիային հարցնում ենք, ինչի է Երևանում այս վիճակը, Վեոլիան ասում է, ես կառավարության հետ պայմանագիր եմ կնքել, այս պայմանագրով ինձ տվել են այսքան գումար, այսքան շահագործման ծավալ։ Ես այսքանից ավել պարտավորություն չունեմ ու միայն Երևանով չի սահմանափակվում Վեոլիան։ Վեոլիան նաև ունի մարզեր, այս վերջում ասում էին, որ եթե մենք կենտրոնանանք միայն Երևանի վրա, մարզերում ավելի բարձր թողի վիճակ կլինի։ Մենք անընդհատ նայում ենք, որ Արձենի 2 ջրատարն անընդհատ տրաքում, ինչ որ հոսքա գնում ու արտահոսքա անընդհատ, այս վերջում եթե չեմ սխալվում, Կամո Արեանը հայտարարեց, որ 62 թե 65% ջրակորուստ է լինում։ Ավականին առհասակ ունի լիազորություններ, գիտեմ, կառավարությանը ծրագիր ներկայացնելու, որ Վեոլիայի հետ պայմանագիրը վերանայվի կամ արդեն կա ինչ-որ վերանայումներ, թե ոչ, որովհետև ինչ-որ մի փուլում խոսակցություններ էր գնում, որ կառավարությունը ցանկություն է հայտնել Վեոլիայի հետ վերանայել պայմանագիրը։ Տեսեք,
ճիշտ ասացիք, կառավարության որոշմամբ է Վեոլայի հետ պայմանագիրը կնքվել, ավականին կարող է ուղղակի ներկայացնել տեսակետները, կառավարության տիրույթում է գտնվում ամբողջ պայմանագիրը, նաև ջրամատակարարման հետ կապված խնդիր կար, ես նիստերից մեկում բարձրաձայնել եմ, պայմանագրի վերանայում, որ կատարեն պայմանագրի ջրամատակարարման հետ խնդիրներ կա, ամռան ամիսներին հիմնականում ջուրը շատ վարչական շրջաններում ջուր չի լինում, գիշերային ժամերին անջատում են, բայց հիմնավոր չեն բացատրում, թե ինչն է պատճառը, այդ իսկ պատճառով Վեոլա ջուրը, բայց 16 թվականի պայմանագրի օրինական տարբերակով կարող է օրական 6 ժամ ջուր տրամադրել քաղաքացիներին, պայմանագիրը դա չի խախտում, այսինքն Վեոլա ջուրը չի խախտում, չի կատարում, այդ պայմանագիրը եւ պայմանագիր կնքողները ես խնդրահարույց եմ տեսնում այդ պայմանագրի կետերը, որը պետք է վերանայվեր կառավարության կողմից եւ ես առաջարկություն եմ ներկայացրել, որ այդ պայմանագիրը կամ խզեն կամ վերանայեն ջրամատակարարման պայմանագիրը, որ 6 ժամով ջուր չտան մեր բնակիչներին։ Տեղեկացնեմ նաեւ ջրահեռացման հետ կապված նաեւ կոյուղատարերի մեծ խնդիր ունենք մենք, ասացիք Կամո Արեանը, ես ջրահեռացման հետ կապված բազում բնակիչներից բողոքներ եմ ստանում ամենօրյա ռեժիմով, նաև քաղաքապետարանին եմ տեղեկացնում, որոշ վայրերում կառուցվում են, փորձում են վերացնել, բայց մի քանի օր հետո այդ նույն խնդիրը առաջանում է, հետևաբար մենք ունենք թե ջրահեռացման բոլոր ոլորտներին ջրերի հետ կապված ջրահեռացում, կոյուղատարերը, մաշվածություն ունենք բոլոր համակարգերում, այդ մաշվածությանը մեծ ներդրում է պետք, որ մեծ ներդրում կատարվի Երևան քաղաքում, դրանից հետո նոր բազմաբնակարանների հարցը պետք է նոր դրվեր։ Այդ իսկ պատճառով Կամո Արեանին ես Սարիթաղի բնակիչներից նաև բողոքներ եմ ստանում ամենօրյա ռեժիմով, մի բնակիչի երկուսը չի համատարած Սարիթաղում խնդիրներ կան, բնակարանների տակով անցնում է կոյուղատար համակարգեր, այնտեղ ջրահեռացման խնդիրներ կան, բայց Կամո Արեանը ասում է մենք կլուծենք, իսկ Տիգրան Ավինյանը քարոզարշավի ժամանակ մեկ տեսահոլովակ կա, որ Սարիթաղի բնակիչների հետ քայլելով ասում է մենք ձեր հարցը կլուծենք, բայց այսքան ժամանակ է ոչինչ չի արվել Սարիթաղում ու կարելի է ասել Երևանի բոլոր վարչական շրջաններում նմանատիպ խնդիրներ առկա են։ Անդրադառնանք մի պահ բյուջեի պլանավորմանն ու կատարողականին, որովհետև այս վերջում շատ աննախադեպ էր, երբ որ Երևանի պատմության մեջ կարելի ասել բյուջեի կատարողականը հասել էր 95%-ի։ Այստեղ պլանավորումը կատարվում է տարբեր կերպ, այսինքն մշակութային միջոցառումները առանձին են պլանավորվում, քաղաքային պլանավորումը լրիվ առանձին, ենթակառուցվածքների զարգացում, այստեղ դուք ինչպես նշեցիք, տարեց տարի կարելի է ասել հիմնական ենթակառուցվածքների բարելավում պահանջող ծրագրերը սկսում են նվազել գնային առումով, ոնց է լինում, որ բյուջեի կատարողականը հասնում է 95%-ի։ Տեսեք, ես օրինակ բերի նույն բյուջեից 24 թվականի եւ 25 թվականի բյուջեի կատարողականով տեսեք, նախատեսված ծրագրով ջրահեռացում 1.8 միլիարդ են նախատեսում 2024 թվականին, որը 2023 թվականից 1 միլիարդ 610 միլիոնով ավել էր, այսինքն մոտ 300 միլիոն էլ 2023-ին էր, այսինքն շատ քիչ գումար էր 2023-ին, 24 թվականին երևի հասկացել են, որ ջրահեռացման խնդիրը առկա է, գումարը նախատեսել են մեծ գումար, ահռելի գումար 1 միլիարդ 823 միլիոն, 25 թվականին հետևաբար ճիշտ կլիներ բյուջեն հասկանալի դառնար մեր քաղաքացիներին, երբ որ 25 թվականին 62 միլիոն են արդեն քանի անգամներով ցածր բյուջեով նախատեսում են անում ջրահեռացման համակարգին, երբ որ հարցերը լուծված լիներ, ջրահեռացման համակարգերը լուծված լիներ, փոքր գումար նախատեսելը ճիշտ կլիներ, բայց այնիշ կարծում եմ ավելի մեծ գումար պետք է նախատեսվեր, եթե աշխատանքները կամ շատ փոքր աշխատանքներ էր արվել, մեծ մասը չէր արվել։ Հիմա տեսեք հիմնական խցանումները ջրի մասով, որ հորդառատ անձրևներ են անգամ լինում, կենտրոն վարչական շրջանում ավելի շատ լինում։ Հարակից վարչական շրջանները այդքան էլ խնդրահարույց չեն, երևի թե իրենց ռելիեֆի առումով, ինչ որ ձևով ավելի բարձրադիր են։ Կենտրոն վարչական շրջանը, որը կարելի ասել ամենազարգացածն է վարչական շրջանների մեջ, եւ խնդրահարույցը կենտրոնում է։ Կենտրոնի փողոցները արդեն կառուցված են, բազմահարկ շենքեր կան, հյուրանոցային համալիրներ, կառավարական շենքերը սաղ կենտրոնում են, ու այս ջրագծերը կիսատ են, փողոցներ կան, անգամ ջրագծեր չկան։ Այս լուծումը առհասարակ ոնց պիտի տրվի, շենքերը ոնց պիտի ջրահեռացում ունենան։
Տեսեք, ես այդ տեսակետի հետ համաձայն չեմ, որ միայն կենտրոն համայնքում է, ես օրեր առաջ նաև նոր վարչական շրջանում, մոլդովական փողոցում մեր բնակիչները բոլոր վարչական շրջաններում այդ տեսանյութերը ֆիքսել էին, հիմնականում Իսակ Միասնիկյան պողոտան ամբողջ մասիվով մոլդովականով շատ վատ վիճակ էր, շատ վատ քաղաքացիները միջև ծնկները այդ գետերի մեջ մարզերում էլ կար քաղաքացիներից մեկում կես կատակ կես թուրք ձուկ էր բռնում Այո, ես իմ տեսահոլովակներից մեկում հումորային նշում կատարեցի, որ Երևանը Գանգես գետի է նմանվել, իհարկե շատ կեղտոտ ջրեր էին, եւ ցավոք միջ այս պահը ջրահեռացման համակարգը լուծված չէ, չենք տեսնում այն լուծման ուղիները, որ առաջարկի քաղաքային իշխանությունները, մենք բազմիցս առաջարկել ենք այդ լուծումները, բայց իրենք չգիտեմ զուտ լսում են, բայց չեն կատարում այդ ամենը, հետո գալիս են Տիգրան Ավինյանը վերջերս ասես կլիմայական փոփոխությունների հետ կապված է խնդիրը, բայց կլիմայական փոփոխությունների հետ կապված իրենք ներկայացրել են նաև զարգացման ծրագիր։ Այո, իրենք տեղյակ էին, բոլորն էլ տեղյակ են եղել, որ կլիմայական փոփոխություններ կա, ամբողջ աշխարհում կլիմայական փոփոխություններ կան, բայց զարգացման ծրագիրը 25 թվականի Իմ գրառման հետ կապված, որ նշեցիք, ես ներկայացրեցի նաև կլիմայական փոփոխությունները պայմանավորված, որ իրենք զարգացման ծրագիր են ներկայացրել, որը մինչ այս պահը չի կատարվել։ Այսինքն 25 թվականի զարգացման ծրագիրը գրվում է 24-ին, չէ՞, ճիշտ եմ հասկանում։ 25 թվականի զարգացման ծրագիրը տարվա վերջին է գրվել, հաստատվել։ 24-ին նաև 24 թվականի բյուջեի նաև բյուջեի մյուս կատարողականները հաստատվում է տարվա վերջին։ Դեկտեմբեր ամսին Ինչը որ պիտի զարգացնենք 25-ին, գրվում է 24-ի վերջում, այսինքն մենք կլիմայական փոփոխությունների մասին կարելի ասել իման մենք այտենց չէ որ նորություններ։ Մենք իմացանք 24-ի վերջ, գրում ենք 24-ի վերջում զարգացման ծրագիր։ Որքանով էր բարդ մի հատ կանխատեսել առհասարակ մեր քաղաքի իրավիճակը, մենք ինչ ունենք ու ինչն ենք զարգացնելու ու ինչ կլիմայական փոփոխություններ են լինելու։ Կանխատեսելիության առումով իրանք նաև շատ բյուջեի ոչ միայն ջրամատակարարման, այլև աղբանության մյուս ոլորտերում կանխատեսումից թերանում են նաև կանխատեսման առումով, բյուջեին, որ ասում են գերակատարում, այո, որոշ տեղերում բյուջեն կատարողականը տալիս են 90-ից ավել տոկոսներ, որոշ կետերում օրինակ նվազում կա, բյուջեն թերի է կատարվում։ Ենթադրում եմ նվազ կատարվողը տրանսպորտի ոլորտն է լինելու։ Տարբեր ոլորտներում տարբեր են, բայց ընդհանուր առմամբ որ ասենք, մի ոլորտը կարող է 90%-ով կատարվել, մի ոլորտը 85, մի ոլորտը 95, տարբեր ոլորտներով են։ Այսինքն դա պայմանավորված է, նաև ես օրինակ տեսեք, բյուջեի չկատարումը, թերի կատարումը անգործություն եմ որակում, եթե գումարը կա, արկա է, գումարը տրամադրվել է, ու այդ գումարը չծախսել այդ ոլորտի մեջ, դա անգործություն է, այսինքն այդ ոլորտը չեն կարողանում աշխատել։ Այսինքն գումարը հավաքագրվում է, բայց չի ծախսվում։ Գումարը արկա է դուրս է գրվում, բյուջեն ձևավորված է, նախատեսել ենք բյուջեով 24 թվականին 1 միլիարդ 823 միլիոն նախատեսված է։ Տարվա վերջին հաստատվում է, արդյոք այդ բյուջեն ամբողջությամբ ծախսել են, թե ոչ։ Ծախսել են 1 միլիարդ 600 միլիոն, 200 միլիոն չեն ծախսել օրինակ։ Դա Այսինքն դառնում որ իրանք կամ մի բան սխալ էին հաշվարկել ամենասկզբից կամ կանխատեսումներ սխալ կամ թերացել են աշխատանքը կամ էլ այնքան լավ են արել որ ավելացել են այդ երկու տարբերակը պիտի լինի էլի կամ այո կամ կանխատեսել են սխալ թիվեր ներկայացել խնդիրներին դառնում է որ չէ կանխատեսածը սխալ էր այո ցանկացած պարագայում մեր քաղաքացուն հետաքրքիր չէ փաստաթղթերը քաղաքացուն հետաքրքիր է որ իր առօրյան դուրս գա անձրևի ժամանակ կարողանա մայթով քայլել հասնել իր ակետից բեկետ ուղին Ոչ թե սուպերմարկետից դուրս գան սուպերմարկետի ցելոֆոնները ոտքերին կապած Երևան City-ից դուրս գալուց ոտքերին կապած են դուրս գալիս։ Տեսանք, երբ որ տրանսպորտի արդեն մեջ նստած մարդիկ վիդեոներ էին հրապարակում, որ ավտոբուսներ էր ջուրը լցվում, այդքան բարձրացել էր մակարդակը։ Այո, դա հենց հետևողական չլինելու արդյունքն է։ Մեղքը բարթել իշխանություններին, որ առաջարկում էին նաև կարմիր կետագծերի հետ կապված հիմնական փողոցներից հեռացնել Բեռնաթափման ծրագրով ես մեծ ելույթ ունեցա առաջին նիստին էր ավականու առաջարկեցի ագոտի սահմանել են ագոտին որ որոշակի հատվածներում սահմանել են առանձվածված գծերը ես առաջարկ ներկայացրել էի բայց ոչ իրանք լսել են առաջարկը բայց չեն հասկացել ինչի մասին է դա եվրոպական մոդելն է նաև Վրաստանում Ռուսաստանում օրինակները կան եւ
լավ աշխատում է համակարգը ավտոբուսային, օրինակ Վրաստան ես միջև ներկայացնել առաջարկս, այցելել էի Վրաստան, այնտեղ դիտարկումներ էի արել, ցավոք սրտի մեր իշխանությունները չլսեցին եւ լսելու որոշակի երևի խոսքերի 10%-ը փորձեցին իրականացնել, որը ավելի ծանրաբեռնեց մեր Երևանի այս կենտրոնը, Արաբկիր եւ կենտրոն համայնքները, պետք է բեռնաթափվեր, բայց հակառակը տեղի ունեցավ, առաջարկելով նաեւ կառուցել սկզբում ավտոկայանատեղիներ, վերգետնյա եւ ստորգետնյա տեղերն էինք նշել, որտեղ կարելի է կառուցել, դրանից հետո հիմնական ոչ թե ամբողջ կարմիր գծերին դեմ ենք արտահայտվել, այլ առաջարկել են կարմիր գծերը հանել այնտեղ, որտեղ հանրային տրանսպորտը երթևեկում է հիմնական փողոցներից, եւ այդտեղ առանձնացրած գոտիներ սահմանել, որտեղով կերթևեկի հանրային տրանսպորտը, տաքսու ոլորտը կարգավորելուց հետո տաքսիները, հեծանիվները, մոփեդները, շտապօգնության մեքենաներային, մնացած այդ ծառայությունները ու քաղաքը կբեռնաթափվեր, եթե ճիշտ հերթականությամբ կատարվեր այդ ամենը։ Մի պահ քաղաքապետարանից մի հատ դուրս գանք, մի քիչ քայլենք վարչական շրջաններով, ոնց ասում են։ Վարչական շրջաններում էլ էր բավականին ակտիվ վերջին մի քանի շաբաթը, մասնավորապես նոր-նորքում էր բավականին հետաքրքիր, ճակերտավոր ասված, նոր-նորքի վարչական շրջանի ղեկավարը մասնակից եղավ Ծեծկրտուքի բլոգեր Արտուր Չախոյանի մասնակցությամբ, այդ ամեն ինչը տեղի ունեցավ ուղիղ եթերում լրատվամիջոցների հեռարձակմամբ, տարբեր դատապարտումներ եղան, տարբեր ձևով իրավապաշտպանները արձագանքեցին, ազգային ժողովի նախագահան մի պահ երեք արձագանքեց, որ ինքը համաձայն է, որ չպիտի պաշտոնավարի, բայց քանի որ իրենց կուսակիցը չի, պետք է հանրապետություն կուսակցությունը որոշի եւ քաղաքական պատասխանատվությունը հասկանա։ Մեր համար ամենազարմանալուն նաեւ այն էր, որ Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարը հայտարարությամբ հանդես եկավ եւ կարելի է ասել, որ ինչ-որ զգոնության կոչեր, թե ինչ կոչեր, դա չենք կարողանում մենք էլ մեկնաբանել, որ մանդատները վայր կդնեն, եթե Տիգրան Ավինյանը հեռացնի վարչական շրջանի ղեկավարին։ Տարբեր կերպ էր մեկնաբանումները, բայց դեռ մենք տեսնում ենք, որ վարչական շրջանի ղեկավարը պաշտոնավարում է, հավաքանու անդամները տարբեր ձևերով անդրադառնում են, դրան նաև հաջորդեց Մայր Հայաստան խմբակցության հավաքանու անդամի կնոջը պատկանող ավտոմեքենայի այրումը, որը ոստիկանությունում դեռ գործը ընթանում է։ Այս մասով առհասարակ քաղաքային իշխանությունը որքանով է խառը։ Տեսեք, ուղիղ շանտաժ էր քաղաքային իշխանությանը, նաև ոչ քաղաքային իշխանությանը, Նիկոլ Փաշինյանին, ուղիղ շանտաժ Հանրապետություն կուսակցությունը, Արամ Սարգսյանը, ուղիղ շանտաժ իրականացրեց քաղաքացիական պայմանագրին եւ այդ շանտաժը փաստացի իրագործվեց եւ կարողացան հասնել իրենց արդյունքին ուզած։ Այդ պահվածքը ես նաեւ ներկայացրել էի, որ այո, ոչ հարիր է վարչական շրջանի բոլորի մասին է խոսքը, ցանկացած պաշտոնյայի ոչ հարիր է նման դրսևորումը Արտուր Չախոյանի հետ կապված 10-ից ավել անձանցով որոշակի հարվածները, այո, ես ներկայացրել եմ նաև որ քննչական մարմինը շատ սխալ է աշխատել, քանի որ ուղիղ եթերում տեսանկարված անձը, որը հարվածում է Արտուր Չախոյանին, մինչ այս պահը քրեական վարույթով չի անցնում ավականու անդամ Հանրապետություն խմբակցությունից, որը նաև հանձնաժողովի նախագահ է, Սահակյան ազգանունը, անունը ներողություն եմ խնդրում, անունը չեմ հիշում, իսկ դրանից հետո նաև Անի Խաչատրյանը, որը իրենց ֆրակցիայի ղեկավարն է, բռնությունը արդարացրեց, արդարացման կոչեր հնչեցրեց, որ լավ են արել, որ ծեծել են, չգիտես դրանից հետո արդեն դա ոչ լուրջ է, էլի, արդեն նույն Արամ Սարգսյանի հետ կապված, ասում է Ռուսաստանի հետ կապված, չգիտեմ, աշխարհաքաղաքական բնույթ է տալիս այդ ամենին, դա ցածրորակ հանցագործություն էր, շատ ցածր ոլորտի հանցագործություն է, պետք չէ դրան նրբերանգներ տալ աշխարհաքաղաքական, Ռուսաստանը, Եվրոպան, Ամերիկան, դա ինչ կապ ուներ, երբ որ փաղապետ ասում է լավ եմ արել, հայհոյել եմ, դրա հաջորդ օրը ծեծ ու ջարդ է անում, դրանից հետո մնում է պաշտոնին, Տիգրան Ավինյանն էլ դուրս է գալիս ասում է դե ներողություն խնդրելով վերջացնենք, այսինքն կարող են մարդ ծեծել ու ներողություն խնդրել, պաշտոնավարել, դա ժողովրդավարություն չի, ես չեմ կարծում, որ մեր ժողովուրդը դրան ձգտել է ու ձգտում է։ Մենք տարբեր ձևերով փորձեցինք դեպքի հաջորդող օրը
Մայր Հայաստանից Մանուկյան, չէ, Մեսրոպ Մանուկյանի հետ էինք այստեղ խոսում, հաջորդ օրը տեղի ունեցավ ծեծկրտուքը, որից նաև հետո մենք փորձեցինք մյուս կողմին լսել, ինչպես ոնց որ լրատվության պահանջներին համապատասխան լսենք երկու կողմին, որ հասկանանք ինչ էր կատարվում։ Անի Խաչատրյանը այդպես էլ չկարողացավ հարմարացնել մեզ հյուր գտնվել, փորձեցինք նաև քաղաքացիական պայմանագիր խմբակցությունից Արմեն Գալջյանին հրավիրել հյուր հեռախոսազանգերին, այդպես էլ չպատասխանեց, հույս ունեմ, որ մոտ ժամանակներս թեման քննարկելու առիթ կունենանք։ Ավականու նիստերը այս վերջին շրջանում ավելի են սկսել նմանվել կառավարության նիստերին։ Կառավարության նիստերին այն առումով, որ չզեկուցվող հարցերը ավելի շատ են, քան զեկուցվողները, ու զեկուցվողները կարելի ասել այդքան էլ կարևորություն չունեն, որքան չզեկուցվողները իրենք մեկ փաթեթով միանգամից չզեկուցվողի տակ անցնում են։ Մենք անդադ տեսնում ենք լուսաբանումների ընթացքում, որ ընդդիմադիր ավականու անդամները միշտ առաջարկ են ներկայացնում ամբողջ փաթեթը դարձնել զեկուցվող։ Սրա հիմնական նպատակը որն է, որ արվում է այսպես։ Տեսեք, մենք առաջին իսկ օրվանից միշտ փորձել ենք, որ հանրությունից չթաքցվի ոչինչ, զեկուցվող դարձվի բոլոր հարցերը, որ մեր բնակիչները տեսնեն ինչ հարցեր է քննարկվում։ Իրենք բերում են ընդհանուր օրակարգում լինում է ավականու 25 հարց, օրինակ, որից 23-ը չզեկուցվող, երկու հարցը զեկուցվող։ 23 հարցի մեջ լինում են բազմաբնական ինչպես են անում եւ անցկացնում, որ ժողովուրդը չտեսնի, բազմաբնակարան շենքերը եւ հուշատախտակներ, դպրոցի անվանակոչություն, փողոցի անվանակոչություն, որին մենք իհարկե կողմ ենք արտահայտվել մեր մեծանունների անունով հուշատախտակ ունենալուն, փողոցներ ունենալուն, բայց մենք դեմ ենք բազմաբնական շենքերի թույլտվությանը քիչ առաջ որ ներկայացրել է ինչ-ինչ պատճառներով, ենթակառուցվածքների հետ կապված, բերում են մեկ փաթեթով ժողովրդից թաքուն, այդ իսկ պատճառով մենք ստիպված դեմ ենք քվեարկում ամբողջ փաթեթին, բայց փաթեթի մեջ կա հարց, որին մենք կողմ ենք հանձնաժողովի նիստերում արտահայտվել, մենք ստիպված ընդհանուր փաթեթին դեմ ենք արտահայտվում, բայց քանի որ տեսել եք ավականում ՔԿՊ-ն իշխանություն չէր կարող ձևավորել, նույնիսկ հանրապետություն կուսակցության հետ, այնտեղ այսպես ներկայացնեմ, այո, շնագողություն կատարեցին եւ ընդդիմադիր ներկայացող ավականու անդամին դարձրեցին իշխանական, որպեսզի Տիգրան Ավինյանը քաղաքապետ դառնա, մեկ ձայն էր պակասում, եւ այդ մեկ ձայնը ստացան։ Հաստորեն խաբելով մեր ժողովրդին, նույնը հանրապետություն կուսակցությունը ընտրությունների քարոզարշավի ժամանակ ընդդիմադիր էր ներկայացրել եւ այդ ժողովուրդը որպես ընդդիմադիր մեկին ընդդիմադիրներին մեկը մյուսին է ընտրում, մեկը մյուս թիմին, միևնույն է ընդդիմադիրը չի ընտրում իշխանությանը, իսկ իրենք խաբելով այդ ժողովրդի ձայները գողացան եւ տարան ԿՊ-ի հետ կոալիցիա դարձան, ինչի հանուն որոշ թաղապետերի, որոշ պաշտոնները կիսելու եւ բազմաբնակարան շենքերի թույլտվություններ ստանալու, տեսել եք Կասկադի շինարարության հետ կապված, տարիներ շարունակ 2007 թվականից Կասկադի այդ հողակտորի հետ կապված, երևի միջև այս պահը բոլոր ղեկավարները բոլորը ուզել են, որ այդտեղ այո մեծ լավ թիքա է եղել հողակտորի շենք սարքելու եւ բարձր գներով վաճառելու, բայց թույլ չեն տվել ճարտարապետական ելնելով հատակագծից Երևանի, բայց ցավոք սրտի այս իշխանությունները բերեցին եւ թամանյանական այդ նախագիծը Կասկադի վերածելու են բազմաբնական շենքերի եւ հետաքրքիր այն է ով է շահել այդ տենդերը Արամ Սարգսյանի եղբոր Արմեն Սարգսյանի Փեսյան, որի կազմակերպության մեջ նաև ներգրաված է ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի եղբայրը Նայիրի Սարգսյանը, նույն մասիվում տենդերների մեջ Արամ Սարգսյանենք փայ են մտել, հետեւաբար ձայները տվել են, որ փայ մտնեն գործարք տեղի ունենա, մեր ժողովուրդն էլ դրհերվից հետևի տենան, թե ինչ են կիսում իրար մեջ։ Ես շնորհակալ եմ, քանի որ մենք մոտենում ենք մեր եթերաժամանակի ավարտին, այսքանով ավարտենք, սպասենք Երևանի հետաքրքիր նորություններին, քանի որ Երևանում ժամ առ ժամ նոր եւ կարելի ասել ինտրիգային իրողություններ են տեղի ունենում։ Իսկ ես հիշեցնեմ, որ դուք դիտում կամ լսում եք Մայրաքաղաքի զարկերակը, տաղավարում աշխատեց Ալբերտ Ավետիսյանը, կհանդիպենք